Հրազդանում բացվել է հայկական Կարմիր խաչի ընկերության Կոտայքի մարզային մասնաճյուղի նոր շենքը։ Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանի խոսքով ընկերությունը Հայաստանի ամբողջ տարածքում ունի մասնաճյուղերի ցանց։ Հրազդանում մասնաճյուղ եղել է նաև նախկինում, սակայն այն տեղակայված էր մարզպետարանի շենքում, փոքր սենյակում և երրորդ հարկում, ինչը հատկապես դժվարեցնում էր շարժման սահմանափակումներ ունեցող քաղաքացիների մուտքը։ Այս պահին մենք կառուցել ենք Հրազդանում, Սևանում նոր մարզային մասնաճյուղերի շենքերի մասին է խոսքը գնում, քանի որ մենք առանց էլ ունենք մարզային մասնաճյուղ, ուղղակի սա որպես թարմացում էլ ավելի լավ պայմաններ։ Ասեմ ավելին, մենք ունենք նաև Սյունիքում մարզային մասնաճյուղ, Կապան քաղաքում, բայց նաև այս տարի պլանավորում ենք ունենանք նաև Գորիս քաղաքում, այսինքն արդեն ձեռք է բերվել համապատասխան հողատարածքը եւ հույս ունենք, որ այս տարավերջ կունենանք նաև Գորիսում մեր մյուս մարզային մասնաճյուղը։ Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահն անդրադարձել է նաև շահառուներին տրամադրվող օգնությանը։ Ըստ նրա, Կարմիր խաչին դիմում են ինչպես Արցախից տեղահանված անձինք, այնպես էլ Հայաստանի քաղաքացիներ, փախստականներ եւ ապաստարան հայցողներ տարբեր երկրներից։ Ներսիսյանը նշել է օգնության հիմնական ուղղությունները։ Մենք փորձում ենք առաջնային տրամադրել առաջնային կարիքները, այսինքն սնունդ, որոշակի օրինակ անկողնային պարագաներ, դեղորայք մենք չենք տրամադրում, ինչպես ես սա նաև օգտագործում եմ առիթ ասելու համար, քանի որ դիմումները շատ են լինում եւ դիմումների մեջ խնդրանքները լինում են դեղորայքի տրամադրման հետ կապված, չնայած վերջին շրջանում իհարկե դրանք ավելի պակասել են, բայց ամեն դեպքում Կարմիր խաչի մանդատի մեջ չի մտնում դեղորայքի տրամադրումը։ Նա ընդգծել է, որ Մասիսում գործում է տաք սննդի ծրագիր տարեցների համար մինչև 100 անձի ընդգրկմամբ եւ կազմակերպության ռազմավարական նպատակներից է նման խոհանոցներ ունենալ Հայաստանի բոլոր շրջաններում։ Ցանկություն ունենք եւ ձգտում ենք դրան, որ Հայաստանում ընդհանրապես սոված մարդ չլինի։ Միջոցառման ընթացքում միջազգային գործընկերները եւս շեշտել են, որ հայկական Կարմիր խաչը կարևոր դեր ունի ինչպես տեղահանված անձանց աջակցության, այնպես էլ աղետներին արագ արձագանքելու գործում։ Նրանք նշել են, որ հայաստանյան գործընկերների հետ գործակցության հիմնական ուղղություններն են կլիմայի փոփոխության հետևանքներին արձագանքումը, բնակչության տեղաշարժի եւ միգրացիայի հարցերը, նաեւ առողջապահական եւ սոցիալական ծրագրերը, հատկապես համաճարակների եւ արտակարգ իրավիճակների պայմաններում։ Նոր շենքի բացումը կազմակերպիչների գնահատմամբ ոչ միայն ենթակառուցվածքային բարելավում է, այլև Կոտայքի մարզում հումանիտար աշխատանքի նոր փուլ, ավելի հասանելի ծառայություններով եւ ավելի հարմար պայմաններով։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։